Հարգելի գործընկերներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես դուք գիտեք, ես միշտ բոլորին աջակցել եմ, բոլոր ուժերին, որևէ կապեր ինքս չունեմ քաղաքական, ոչ ամբիցիաներ ունեմ, ոչ պահանջներ, ոչ փող եմ ուզում, ոչ պաշտոն, ոչ էլ լայքեր, սրտիկները չեմ ուզում, Աստված չտա։ Ուղղակի ուզում եմ ձեզ փոխանցեմ այն, ինչ որ լսում եմ մարդկանցից։ Առաջինը, շատերը ուզում են, որ դուք հաղթեք, որ այս մղձավանջը վերջանա, այս կաշմարը վերջանա, եւ մենք Հայաստանը փրկենք։ Շատերը ուզում են, որ դուք հաղթեք, բայց որոշ ցանկություններ կան մարդկանց կողմից, ես ուզում եմ շատ կոնստրուկտիվ ձևով, պոզիտիվ ձևով ուղղակի հաղորդել ձեզ, թե ես ինչ եմ լսում մարդկանցից։ Առաջինը մարդկանց համար հասկանալի չի, այն մարդկանց ում հետ ես խոսում եմ, հասկանալի չի, թե ինչու հիմա, երբ 2 ամիս է մնացել մինչև ընտրությունները, դուք կռվում եք իրար հետ։ Ինչու եք դուք միմյանց թուլացնում եւ այսպիսով օգնում այս խմբին, որ նա նորից ընտրվի։ Միթե հնարավոր չի 2 ամիս սպասել եւ հունիսի 8-ից սկսած այդ բոլոր նյութերը անցալում, բոլոր այդ ապացույցները, թե ինչ եղել անցալում, այդ բոլոր խռովությունները, մեղադրանքները հունիսի 8-ից հետո քննարկել։ 2 ամիս բան արեք, զինադադար կնքեք, 2 ամսով զինադադար։ Մինչև ընտրությունները։ Դրանից հետո կարող եք նորից ամեն ինչ սկսել։ Հիմա երևի այդքան էլ կարևոր չի թե անցյալում ինչ ա եղել եւ անցյալում ով ում ա վիրավորել եւ ինչ անարդարություններ ա եղել։ Հիմա կարևոր է որ այս ռեժիմը գնա։ Դրանից հետո հուսով եմ խաղաղ ձևով շատ հնարավոր կլինի ինչ որ կոալիցիոն կառավարություն ստեղծել, բոլորը ըստ ձեր ստացած ձայների, տոկոսների այդ աթոռները վերցնեք եւ կիսեք ձեր մեջ ինչպես դուք ուզում եք։ Եթե խոսքը գնում է նախկինների մասին, նախկին ղեկավարների մասին, կան մարդիկ, ովքեր աջակցում են նրանց։ Նրանք ունեն մի խումբ, որ իրեն աջակցում է։ Կան ուրիշ մարդիկ, ովքեր չեն ուզում նրանց տեսնել եւ ովքեր շատ ցավալի հիշողություններ ունեն անցյալի մասին։ Եթե այդ մարդիկ ուզում են ընտրեն ինչ որ նախկին ղեկավարներին, նրանք այդ իրավունքը ունեն։ Եթե այդ մարդիկ ուզում են առաջադրվեն եւ մասնակցել ընտրություններին, նույնպես այդ իրավունքը ունեն։ Եթե մարդիկ կան, ովքեր չեն ուզում նախկիններին ընտրել, հիմա կան խմբեր, որոնք նախկինների հետ կապված չեն, նրանք կարող են նրանց ընտրել։ Կան տեխնացուներ, ովքեր անցյալի հետ կապված չեն։ Այսինքն այլ ընտրանքը դուք ունեք, որևէ իմաստ չունի այս կռիվները հիմա շարունակել։ Միմյանց տակը փորել, իրար միս ուտել եւ այլն։ Առնվազն 3 խումբ գիտեմ